Ժողովուրդ ջան, մի հատ խնդրում եմ, էլի, մի հատ այս հորտին նայեք, ասենք հորտ է, բառի սուղի իմաստով էսի մի հատ հորտ է, նայեք սրա պատասխանը տան, որը զբաղվում է մի հատ փնտի դավաճանի PR-ով ու ինչ է ասում, դուք լսեք, հետո կասեմ, լսեք։ Պարոն վարչապետ, բարի ապօրինակ ձեզ։ Պարոն Սիմոնյան, հələ ձեզ հետ միասին լիքը անելու բան ունեմ։ Այո, ժողովուրդ ջան, պարոն վարչապետներ, մերպես սովորական մարդկանց պես առաքուր անում, որ սնվի։ Ինչքան բանափոխվել եկում, լիքը բաներ կարող ասեմ, ինչքան բանափոխվել։ Ես էլ մոտի սովորական քաղաքացի հենց հիմա մի մետր հեռավորության վրա եմ։ Ստե ոչ մեկին գետին չեն տալիս, ոչ մեկն հենց վախի մոտենալով չի բերում սնունդ, պարոն վարչապետը վճարում է, հիմա պարոն Սիմոնյանը ու նույնիսկ բոլոր պաշտոնատար անձին։ Հիշեք, մենք ինչի համար երբ ու ոնց ենք պայքարել, ու մի ընկեք սուտ լուրերի հետևից, ամեն ինչ փորձեք նայեք իրական աչքով, ոչ թե խաբեք ինչ-որ հարցում, վախի մեջ ապրեք, վախենալու ոչ մի բան չունենք։ Ես սրանից առաջ եմ շատ կարևոր հրապարակում արեցի, որ ոչ թե լսեք սադրանքներին կամ ապատերեկատվությանը, այլ հետևեք թե ինչ է խոսում պարոն վարչապետը կամ գա քաղաքին, ինքներդ հասկանաք ու կլսեք դեր բոլոր հարցերի պատասխանները։ Իսկ հիմա ինչպես մի սիրով սպասում ենք բոլորիդ ու 20 Էվրիկա, ախպեր, ես ինչ ասեմ, օրա, պարոն վարչապետն էլ ասում է, սովորական մարդկանց պես սնվում։ Այդ տղա, էդի ոնց կարա սովորական մարդկանց պես սնվի, էդի մեր գոմի խոզի պես ասում։ Եվ թե այդ խոզից մի բանով տարբերվում է, դու ամոթ չես անում, ասենք դրան համեմատում ես մարդկանց հետ, դու հələ մի հատ նորմալ մարդ ու սնվել ցույց տուր, որ այտենց խոզի պես ուտում է, կամ էդի ինչ թազա հայտնագործություն է կարել, էդի ինչ մի ամբողջ Արցախ հանձնել է հեչ, մեր նման տղերքին սարքել է հաշմանդամ, 15,000 տղա հաշմանդամ պետք է ապրի, 5-ից 7,000 տղա այսօր չկա, հողի տակա մարդկանց երեխեք անհեր են մեծանում, էդ սա հեչ ընկեր, կարևորը պարոն վարչապետը բանը մտել է մի հատ շոու է կազմակերպել, բանը բրնձով փլաֆ է ուտում։ Արա ինչ շուստրի բջերեք դուք այդեն սաղովի էլի հետում եք, կամ դու այ ոչինչ, կռվի ժամանակ ուր ես եղել, Նիկոլի ասած դու ինչի չես զոհվել, արա, ինչի չես եկել կռիվ, արա, եկել ես, դարել ես բլոգեր, պարոն վարչապետ, նայեք հլը ինչ անում, արա, եմը իր արածը մենակ էտ է, ուտել, ուտելիքը ուտում է, բյուջեն ուտում է, մարդկանց գլուխը ուտում է, երկրի հողերը ուտում է, ինքը չի ուտում, հողերը տալիս է Ալիևին, էդ էլ տենց է ուտում, էդ ինչ կարգի ապուշի տեղ եք դրել, ձեզ մի հատ փլաֆ ուտելուց նկարում եք, այդպես բիջ եք, էլի ձեր մտածելով, այ բջեր, չեք կարայլ խաղեր տակ, ես ազգը ձեր համար, բան չի, էլի դուք հելնեք կլոնություն անեք, խապեք մարդկանց ձեր կապիկություններով, վաղը տանեք գցեք մսաղացի բերանը մարդկանց երեխեքին, ինչպես 2018-ից մինչև օրս մարդիկ իրանց մաշկի վրա այսօր զգում են այդ ցավերը, 150,000 արցախցի առանց տուն է ապրում, ասում եմ 15,000 տղա հաշմանդամ, դու չգիտես այդ հաշմանդամությունը ինչ, այ բիչ, չգիտեք դուք այդ ցավերը ինչ են քաշում մարդիկ, դրա համար էլ այտենց փլաֆ ուտելով, սենց այդ կա, ամենակարևոր բանը էնա, որ քու պարոն վարչապետը փլաֆ է ուտում, էդի է կարևոր, թե չէ Ղարաբաղը հանձնե, չգիտեմ ինչ դավաճանություն, էդի վաբշե եկեղեցին է քանդում, Ալիևի դեմն է կզե, սահմանադրություն է փոխում, Ալիևից դողցնում է տակն է անում, էդի սա գրողի ծոցը ընկեր, կարևորը փլաֆ է ուտում, ժողովուրդ, փլաֆ ուտելը նայեք, արա, ձեր բջավատը պահեք, այդ ձեր թիմի մեջ կանեք, դուք ես ազգին չեք կարա ձեր մատի վրա ֆրցնեք, դուք նայեք, հունիսի 7-ին ազգը ձեզ այդ սաղ, ձեր այդ քպեին ոնց է ֆրծնում, 7-8 տարի դուք եք ազգին ֆրծրել, եկելա ձեզ ֆրծնելու օրը, ու ժողովուրդը ձեզ քվե չի տալու, այդ ես ձեզ վստահեցնում եմ, կգա ընտրության օրը կտենաք ոնց է ձեզ քաշելու, դուք այսքան բան լցրել եք այս ժողովրդի գլխին, դուք գիտեք որ վախի մթնոլորտ եք տարածել ամենուր, այտենց այդ վախի մթնոլորտով մեկ էլ ձեր այս կապիկություններով կարանալու եք այս ժողովրդից քվե տանեք, առահատ է կտանեք, սպասեք կտենաք։